I was really pleased to be invited to Armenia. Հայաստան հրավերը ինձ իսկապես ուրախացրեց, քանի որ մինչ թոշակի անցնելս 35 տարի Միացյալ Թագավորության բանտային համակարգում աշխատելուց հետո ես զգացի, որ ինձ համար կարևոր է այս տարիների ընթացքում ձեռք բերած փորձի, փորձագիտության եւ գիտելիքների գոնե մի մասը ուրիշներին փոխանցելու հնարավորություն ունենալը։ Եվ գալով Հայաստան, ես ուրախ էի ունենալու Հայաստանի որոշ բանտեր այցելելու հնարավորություն։ Ես ունեցա տուն վերադառնալու զգացում։ Բանտային կյանքը իմ կյանքի անբաժան մասն է եղել վերջին 35 տարիների ընթացքում։ Եվ ես ասացի այդ մասին հաստատություններում գտնվող մարդկանց։ Ասացի, որ տուն վերադառնալու զգացում ունեմ։ Հետաքրքիր էր նկատել Մեծ Բրիտանիայի եւ հայաստանյան համակարգերի միջև եղած տարբերությունները։ Ես նաև հանդիպել եմ արդարադատության փոխնախարարի հետ, ով առանձնացրեց այն բաները, որոնց կցանկանար ես ուշադրություն դարձնեի, եւ ես այդպես էլ արեցի։ Նա ուզում էր, որ ես դիտարկեի հայկական բանտային համակարգը բարելավելու բոլոր տարբերակները։ Այսպիսով ես ուշադիր ուսումնասիրում էի բանտերն այստեղ։ Այդ ամենը հաշվի առնելով, ես հանդիպել եմ նաև քրեակատարողական վարչության մի քանի պաշտոնյաների հետ։ Հանդիպել եմ հանրության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր անհանգստացած են բանտերում իրականացվող աշխատանքներով։ Այսպիսով իմ վերջին 35 տարիների փորձի համատեքստում ես փորձել եմ առանձնացնել տարբեր բանալի հանգամանքներ, որոնք իմ կարծիքով կարևոր են բանտային համակարգը քննարկելու եւ հասկանալու համար, թե ինչպես դրանք լավագույնս կառավարել։ Յուրաքանչյուր ազատազրկման հիմքը նախ եւ առաջ պատիժն է։ Երբ հասարակության օրենքներն այն աստիճան են խախտվում, որ ենթադրում են բանտարկում, that it requires imprisonment, that's a very serious challenge for the individual. Սա իսկապես լուրջ մարտահրավեր է բանտարկվող անհատի համար, սակայն միևնույն ժամանակ մարտահրավեր է նաև իշխանությունների համար, ովքեր բանտում պատասխանատու են նրանց համար։ Իշխանությունները ունեն ոչ միայն իրավական պարտավորություն հանցագործին փակի տակ պահելու դատարանի կողմից սահմանված ժամանակով, այլ նաև տեսնելու եւ հասկանալու, ինչն է դարձրել այդ մարդուն հանցագործ եւ փնտրելու ճանապարհներ խնդիրը հաղթահարելու համար։ Որպեսզի երբ այդ մարդը բանտից դուրս գա, անկախ իր ազատազրկման ժամկետից, հնարավորություն ունենա հասարակությունում իր տեղը վերագտնելու։ Or after a very long time, they at least have some opportunity to be rehabilitated and to manage in society. I said last night during the lecture that Երեք դասախոսության ժամանակ ես ասացի, որ ոչ թե բանտարկյալը, ով բանտում խնդիրներ չի ունենում, այնուհետև կարողանում է հաջողության հասնել, այլ այն բանտարկյալը, ով գիտի, ինչպես գործել հասարակությունում ազատ արձակումից հետո։ Կարծում եմ, սրանք առանցքային կարևորության հարցերն են, որոնց մասին ես խոսում էի, որ պետք է ունենալ ապահով բանտային միջավայր։ Իհարկե ես լավ գիտակցում եմ, որ բանտերը ի սկզբանե վտանգավոր եւ ագրեսիվ վայրեր են։ Ես ասում եմ ապահով միջավայր, հաշվի առնելով բանտերի առանձնահատկությունները, սակայն առանց դրա շատ քիչ բան է կարելի անել։ Կարծում եմ, բանտերում հնարավոր է ստեղծել մասնագիտական մթնոլորտ անձնակազմի եւ բանտարկյալների միջև, ինչը թույլ կտա բանտարկյալներին վստահել անձնակազմին, իսկ անձնակազմին հարգանքով մոտենալ բանտարկյալներին որպես մարդկանց եւ ոչ թե որպես բանտում հայտնված եւ հետեւաբար հասարակության կողմից որակազրկված անձանց։ Եվ կարծում եմ, դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ գնահատել ռիսկերը անհատների հետ, որպեսզի կարողանանք բացահայտել նրանց հետագայում հանցագործություններ անելու հավանականությունը։ Պետք է հասկանալ, ինչի պակաս ունեն նրանք, գուցե նրանք բավականաչափ գրագետ չեն, չունեն աշխատանքի համար բավարար հմտություններ,
կամ գուցե սոցիալական հաղորդակցության հետ խնդիրներ ունեն, որոնք բոլորը կարող էին պատճառ հանդիսանալ նրանց հանցագործ դառնալուն։ Այդ պահանջմունքների եւ խնդիրների տարանջատումը առանցքային է, բայց խնդիրները առանձնացնելուն պես պետք է գործողություններ ձեռնարկեք, որոնք թույլ կտան ձեզ լուծել այդ ռիսկերի եւ կարիքների խնդիրները։ Պատշաճ ռիսկերի գնահատումը թույլ է տալիս նվազեցնել անհատի նոր հանցագործություն կատարելու գործելու հավանականությունը։ Այդպիսով դուք նաեւ նվազեցնում եք նոր զոհերի հավանականությունը։ Ակնհայտորեն հասարակության տարբեր շերտերի մարդիկ են բանտ ընկնում։ Կարող է լինել գրագետ մեկը, կարող է լինել ուսուցիչ, մեկը կարող է բանտում փողոցից հայտնվել, կամ էլ մյուսը, ով ունի աջակցող ընտանիք եւ անգամ աշխատանք, որին կվերադառնա ազատազրկումից հետո։ Այսպիսով չեք կարող բոլոր բանտարկյալներին նույն վերաբերմունքը ցույց տալ։ Պետք է առանձնացնել խնդիրները եւ լուծումներ մտածել խնդիրները լուծելու համար։ Նման համակարգ ստանալու համար պետք է բավականաչափ ճկուն լինել, այսպիսով նպատակաուղղված աշխատանքը օրինախախտ վարքագծի դեմ առանցքային է։ And I think one of the other key factors is Կարծում եմ, առաջնային է բանտարկյալի եւ նրա ընտանիքի միջև հարաբերությունների եւ կապի պահպանումը եւ ձևավորումը։ Եվ իրականում ես Հայաստանում այդ հարաբերությունները պահպանելուն ուղղված դրական միտումներ նկատեցի։ Իհարկե դա չի նշանակում, որ այստեղ անելու բան էլ չկա։ Շատ բան կարելի անել եւ կարծում եմ հատկապես կարեւոր է մանկահասակ երեխաների մասին խոսել, հատկապես այն երեխաների, ովքեր հարազատներ ունեն բանտում։ Պետք է մտածել ինչպես անել, որ բանտ գալը եւ հարազատին այցելությունը դադարի ահասարսուր, վախեցնող եւ շփոթեցնող փորձառություն լինելը։ Կարծում եմ այստեղ առաջ շարժվելը առանցքային է։ Եվ կարծում եմ մեկ այլ կարևոր ուշադրության արժանի ոլորտ է այն, ինչին մենք սկսեցինք ուշադրություն դարձնել Միացյալ Թագավորությունում։ Երկար ժամանակ մենք առնչվում էինք բանտային ոլորտի բոլոր խնդիրներին։ Մենք էինք ապահովում առողջապահական ծառայություններ, ապահովում էինք կրթությունը եւ ամեն ինչը։ Վերջին 30 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում մենք անցել ենք համակարգի, որը ենթադրում է իրական համագործակցություն այլ կազմակերպությունների հետ, թույլ տալով մեզ բանտ բերել լավագույնը եւ բանտարկյալներին լավագույնը տալ։ Դրա վառ օրինակ է այն, որ այժմ առողջապահական ծառայությունները տրամադրվում են Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության կողմից եւ ոչ թե բանտային բժիշկներին։ Այսպիսով բանտարկյալները ստանում են նույնը, ինչ դուք կարող եք ստանալ համայնքում, այսինքն նրանք բանտում ստանում են հենց նույնը։ Not only better, but they do get the same. We now provide education for prisoners. Այժմ մենք կրթություն ենք տրամադրում բանտերում, պարտադիր կրթություն երիտասարդ հանցագործների համար եւ կամավոր կրթություն մեծահասակ հանցագործների համար։ Այս ամենը տրամադրվում է արտաքին կրթական քոլեջների կողմից, այսինքն ոլորտի մասնագետների։ Բանտային համակարգը դեռ երբեք կրթօջախ չի եղել, սակայն այժմ մենք գիտենք ինչպես օգտագործել մասնագետներին, իսկ հիմա մի պահ պատկերացրեք Հայաստանում նույնպես կարելի է իրագործել դա։ Դրան գումարած մենք փորձեցինք բանտարկյալներին աշխատանքով ապահովել, ինչը կտանի հետագայում լիիրավ աշխատանքի, այսպիսով երբ բանտարկյալը ազատ արձակվի, նա կունենա իրական հմտություններ, որոնք կկարողանա օգտագործել իրական կյանքում, աշխատաշուկայում։ Սա բարդ իրավիճակ է անգամ այն օրինազանցների համար, ովքեր մասնագիտական հմտություններով են դուրս գալիս բանտից։ Հասարակությունում բնական դիմադրություն կա նախկին հանցագործներին աշխատանքին ընդունելու դեմ, հատկապես եթե ապրում եք բարձր գործազրկության ցուցանիշով միջավայրում։ Մարդիկ հարցնում են, ինչու պետք է աշխատանքի ընդունեմ նախկին հանցագործի, երբ նույն աշխատանքի համար դիմել են նաև 10 ոչ հանցագործներ։ Եվ ես հասկանում եմ, որքան դժվար է այս ամենը։ Այդ պատճառով Մեծ Բրիտանիայում մենք ներգրավում ենք կազմակերպություններին, մեծ եւ փոքր գործատուներին, փորձում նրանց խրախուսել, որ գան եւ տեսնեն, թե ինչ կարող ենք մենք առաջարկել, ինչ կարող են բանտարկյալներն առաջարկել։ So metaphorically speaking, what we've tried Մենք կարծես փորձել ենք կոտրել բանտի պատերը, որ թույլ տանք համայնքներին ներս գալ։
Եվ կարծում եմ ամրապնդելով համայնքային կապերը, մենք հսկայական ձեռքբերումներ ունեցանք։ Մենք կարողացել ենք բանտարկյալների ինքնագնահատականի և ինքնավստահության խնդիրը լուծել և նրանց տալ զգացում, որ երբ վերադառնան կյանք, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Համայնքի և կալանավայրի միջև ընկած տարածությունը նման է հսկայական անդունդի։ Եթե նրանք չստանան համապատասխան աջակցություն այդ տարածությունը կրճատելու, նրանք նորից ցած կգլորվեն, և այդ վայրեջքը կտանի նորից հանցագործություններ գործելու ճանապարհով։ Եվ կարծում եմ դա իշխանությունների պատասխանատվությունն է հանցագործներին բանտարկելուց հետո անտարբեր չլինել նրանց ճակատագրի նկատմամբ։ Քանի որ եթե մենք բանտարկում ենք թմրամոլի, ով ձեր հարևանն է, դուք չեք ցանկանա իմանալ, որ նրան բուժելուն ուղղված աշխատանքներ չեն արվել, որ այդ բանտարկյալը բանտից դուրս գալուց հետո վերադառնալու է ձեր հարևանություն և ապրելու իր նախկին քաոտիկ կյանքը, կամ էլ կա մեկը ագրեսիվ բռնության անցյալով, և պատկերացրեք մենք բանտում ոչինչ չանենք նրա այդ պահվածքը շտկելուն ուղղված, և այնուհետև ազատ արձակենք այդ մարդուն, և նա վերադառնա ձեր համայնք, հարևանություն, և այդպես դուք կշարունակեք բռնության զոհ դառնալու վախով ապրել։ Այսպիսով հասարակության և բանտերի ղեկավարության պարտավորությունն է ապահովել հասարակության հետագա անվտանգությունը նման խնդիրներով հենց բանտերում զբաղվելով։ Այդ խնդիրները պետք է լուծել մարդկային ձևով, հիմնված փոխադարձ հարգանքի վրա, որ կարողանանք նրանց հետևել և աջակցել։ Դա չի նշանակում, որ նրանց հետ շատ փափուկ պետք է լինենք, քանի որ հաճախ այն ինչ ցանկանում ենք, որ նրանք անեն, բացարձակ հեշտ չէ նրանց համար։ Հասկանալ ինչ-որ գաղափար կամ ընկալել այն։ Բանտարկյալը նման հանգամանքներում պետք է ինքն իրեն հաղթահարի։ Բանտարկյալներին պետք է ցույց տալ, թե իրենց դրսևորումները և պահվածքը ինչի պատճառ են դարձել։ Նրանք պետք է տեսնեն, ինչպես են նրանք զոհեր ստեղծել։ Այսպիսով, ժամանակի ընթացքում դուք ավելի լավ քաղաքացիներ կվերադարձնեք հասարակություն, և եթե կարող եք դա անել, ձեր խնամակալության տակ եղած մարդկանց մեծամասնության հետ, ապա ձեզ հաջողվել է անել այն, ինչ ուզում էիք։ Դուք իրականացրել եք դատարանի վճիռը, դուք բանտարկել եք նրանց դատարանի կողմից սահմանված ժամանակահատվածով, աշխատել եք նրանց հետ կալանավայրում և ազատ եք արձակել որպես ավելի լավ քաղաքացիներ։ Մարդիկ, ովքեր պատրաստ են առերեսել հասարակության վերելքներն ու վայրեջքները։ Լավագույն տարբերակում նրանց հաջողվել է պահպանել ամուր ընտանեկան կապերը և ստանալ հմտություններ, որոնք կարող են տեղափոխել աշխատավայր, այս ամենը նրանց հետ կպահի նոր զոհեր առաջացնելուց և այսպիսով, պատասխանելով հիմնական հարցին, ես կասեմ, որ բանտի առաջնային դերը հասարակության պաշտպանությունն ապահովելու գործառույթն է։ Answering the prime question of the role of the prison is to public protection.